Ժամը 15-ներ Open Media-ի ուղիղ եթերում Renews լրատվականը շարունակում է իր աշխատանքը, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, ես Անին եմ Զաքարյան, ողջույն։ Վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ 3 տասնյակ դիմակավորված անձինք մտել են Շիրակի թեմի առաջնորդարան, հիշեցնեմ, նախորդին հայտնի էր դարձել, որ թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Առաջադրված հոդվածը վերաբերում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերին։ Միքայել Սրբազանն առաջնորդարանում չի եղել, այլ Մայր աթոռում քահանայական ժողովի։ Այն թե ինչ է կատարվում Մայրաթոռում կպարզենք հենց հիմա։ Այս պահին ուղիղ կապով միանում ենք իմ գործընկեր Մերի Դանիելյանի հետ, ով առավոտից աշխատում է Մայրաթոռի տարածքում։ Մերի, ողջույն, լսում եք ինձ։ Շատ լավ, Մերի, ինչ թարմ նորություններ կան այս պահին։ Անի, մենք շարունակում ենք աշխատել Վեհարանի տարածքից, այս պահին Միքայել arczepiskopos Աջապահյանը գտնվում է Վեհարանի շենքում, իրավապահներին չի հաջողվել նրան ձերբակալել, երբ աշխատակիցները նրան ուղեկցում էին մեքենա, իրավիճակը բավականին լարվեց, քաշքշուկներ սկսվեցին եւ arczepiskoposի ինքնազգացողությունը վատացավ ու քաղաքացիներն ու հոգեվորականները թույլ չտվեցին նրան ձերբակալել, որից հետո նա վերադարձավ Վեհարանի շենք։ Քիչ առաջ մենք զրուցում ենք Շիրակի թեմից Հարություն քահանայապետի հետ, ով մեզ վստահեցրեց, նա այդ ժամանակ Բաքում էր, մենք հնարավորություն չունեինք Բաք մտնելու, նա վստահեցրեց, որ 3 անգամ arczepiskoposը դուրս է եկել Վեհարանի շենքից, մոտեցել է մեքենային, որպեսզի գնա իրավապահների հետ, բայց հոգեվորականներն ու քաղաքացիները թույլ չեն տվել, որից հետո իրավապահները ստացել են հրաման եւ լքել են տարածքը, այս պահին տարածքում որևէ ոստիկան կամ ազգային անվտանգության ծառայության աշխատակից չկա, բայց քաղաքացիները շարունակում են մնալ Վեհարանի տարածքում, որովհետեւ ունեն մտավախություն, որ եթե լքեն տարածքը, հնարավոր է ոստիկանները նորից վերադառնան ու փորձեն ձերբակալել arczepiskoposին։ Շատ լավ, Մերի, շնորհակալ եմ ուղիղ միացման համար եւ նոր թարմ տեղեկատվություն հաղորդելու համար։ Ես հիշեցնեմ, որ մենք ուղիղ կապ էինք հաստատել իմ գործընկեր Մերի Դանիելյանի հետ, ով առավոտից աշխատում է Մայրաթոռի տարածքում, շարունակենք թողարկումը, թե ինչ է կատարվել մինչ այս պահը, ավելի մանրամասն թեմայի շուրջ տեսանյութ է պատրաստել իմ գործընկեր Սիմոն Հովհաննիսյանը, դիտենք։ Խուզարկությունները առավոտից էին սկսել Գյումրիում, սակայն ոչ Շիրակի թեմի առաջնորդարանում, ոչ տանը իրավապահները Միքայել arczepiskopos Աջապահյանին չգտան։ Մեծ հերը խաչս է, մեծ հերը սուր է, ով դեմ է թող մոտիկ կա։ Էջմիածնում էր Աջապահյանը քահանայական ժողովին մասնակցելու, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները եւս Մայրաթոռի տարածքում էին։ Եթե տանելու են մեզ բոլորից ծոտ տանեն։ Որտեղ Միքայել Սրբազան մի գնացեք։ Առաջ քաշված մեղադրանքները քահանաներով շրջապատված է լսում Շիրակի թեմի առաջնորդը։ Կարճ ժամանակում Վեհարանում հավաքվեցին կաթողիկոսի եւ հոգեվորական դասի աջակիցները։ Դաշնակցական գործիչները կոչ են անում գնալ Մայրաթոռ, բայց փաստաբան Միհրան Պողոսյանի խոսքով դեպի Էջմիածին ճանապարհը փակ է։ Մամուլում տեղեկություններ կան, որ ուժայինների նոր խմբեր են գալիս Մայրաթոռ։ Եվ հիմա էլ չեն պատրաստվում թաքնվելու։ Կգամ, ասաց Աջապահյանը իր հետ կատարվածը ապօրինություն որակելով, նշեց, որ թաքնվելու միտում չունի։ Մեկը բարձրաձայն է, որ տեղի ունեցողը ապօրինություն է։ Ես սպառնալիք չեմ այս երկրի համար, սպառնալիքը կառավարությունում անստաց։ Մենք գնանք Վեհարան, այնտեղ կհամախմբենք, մեր քննարկումները կունենանք եւ եզրահանգումը կանենք մեր հետագա գործողությունների։ Հեռացավ դեպի իրավապահների մեքենան թեմի առաջնորդը ստանալով վեհափառ Հայրապետի օրհնությունը։ Հավաքվածները թույլ չտվեցին Միքայել arczepiskoposին հասնել իրավապահների մեքենան։ Նա վերադարձավ Վեհարան։ Պատարագի եկած քաղաքացիներն են ապշում տեղի ունեցողից։ Լրագրողների հետ զրույցում փորձում են մտաբերել, թե մեր պատմության մեջ էլի երբ է եկեղեցականների նկատմամբ նման արշավ եղել։ Պարզապես ես էլ ձեր նման վանքում էի, վանքի բակում, տեսնելով, որ հոգեվորականները այսքան հավաքված, խառնաշփոթ վիճակ, փորձեցի հետաքրքրվել, ինչումն է բանը, գոյություն ունի մայր օրենք, որը
իրավունք չունի ոչ վարչապետ, ոչ իմ նման շարքային քաղաքացի, ոչ Ռամիկը, ոչ նախարարը, ոչ մեկը իրավունք չունեն ոտնահարելու։ Հրապարակման եղածին անդրադարձել է իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Այսինքն զինված ռազմական հեղաշրջմանը տերորին ու տերորիստներին կողմ անձինք պիտի փորձեն խոչընդոտել հանրային կերպով ռազմական հեղաշրջման կոչ արածի ձերբակալությունը։ Ինչ ասեմ, խաչը ձեր վիզը։ Իսկ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում տարօրինակ լռություն է։ Այդ թեմայով ոչ մի գրառում չի արել վարչապետն առավոտից։ Լրագրողներին էլ հորդորում է իրեն չհետապնդել։ Ես հարգելիս ասի, թե այսօր չեմ մեկնաբան։ Փաշինյանն ուղևորվեց համահայկական հիմնադրամի կոնֆերանսին, իսկ վեհարանի մատույցներում ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների եւ հոգեվորական դասի աջակիցների պայքարն է։ Վերջինները փորձում էին խոչընդոտել հոգեվորականներին մուտք գործել մայրտաճար դարպասներն ուժով անցնելու մի քանի ապարդյուն փորձից հետո իրավապահները հեռացան վեհարանի տարածքից։ Շարունակենք, քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել նշել, որ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Որոշում է կայացվել մեղադրյալ Միքայել Աջապահյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին։ Շիրակի թեմի առաջնորդը մեղադրվում է քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, ըստ որին զանգվածային լրատվամիջոցների տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն եւ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է արել։ Ձերբակալումը հանձնարարվել է ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին, նկատի ունենալով, որ վարույթի ընթացքում մի խումբ անձանց կողմից խոչընդոտվել է իրավապահ մարմինների գործունեությունը, նրանց նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կոմիտեն հորդորել է ձեռնպահ մնալ հակաիրավական վարքագծի ցանկացած դրսևորումներից։ Գյումրիի ավագանու 4 խմբակցություն դատապարտել են Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը։ Գյումրու ավագանու Մեր քաղաքը, Հայաստանի կոմունիստական կուսակցություն, Իմ հզոր համայնք, Մայր Հայաստան խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, կատարվածը որակելով մտահոգիչ եւ անթույլատրելի։ Դատապարտող հայտարարությանը չի միացել միայն ՔՊ-ն։ Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն էլ հայտարարել է, որ պատրաստ է հրաժարվել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շրջանակում իր թեկնածությունն առաջադրելուց։ Աղազարյանը եւ Ասլանյանը պատրաստ են առաջադրել Միքայել arczepiskopos Աջապահյանի թեկնածությունը նրա համաձայնության դեպքում, ասել է Էդմոն Մարուքյանը։ Անհետ կորածների ծնողներն էլ փակել են Բաղրամյան պողոտան, պատճառը նույնն է, նրանք նորից նշում են, որ միայն Արմեն Աբազյանն է զբաղվել անհետ կորած համարվող անձանց տվյալների ճշտման, նրանց տեղը գտնելու եւ վերադարձնելու հարցով ու դժգոհ են Նիկոլ Փաշինյանի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին պաշտոնից ազատելու որոշումից։ Դեպքերին կշարունակենք հետևել ու մանրամասներ կներկայացնենք մեր հաջորդ թողարկումներում։ Սամվել Կարապետյանը հերթական նամակն է հրապարակել մեկուսարանից, լսենք։ Ներկայիշխանություններին հաջողվեց հերոսներին, գեներալներին ամբողջ էլիտային դասել Սևերի շարքը։ Գործարարները հայտնվեցին Սևերի դաշտում։ Ոմանց սարքեցին կաշառակերներ, ոմանց սարքեցին հասարակության համար անպիտաններ։ Բոլոր գործարարները հայտնվեցին Սևերի դաշտում։ Ոմանց դեմ նույնիսկ հարուցվեցին հարյուրավոր անօրինական քրեական գործեր։ Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել առայն, որ իրենց վերաքննիչ բողոքի շուրջ իրավական ամենաթողություն է։ Նշվել է, որ իրենց բողոքը Կարապետյանի կալանավորման որոշման դեմ մակագրվել էր ամենացածր վարկանիշով դատավոր Արմեն Դանիելյանին, ինչից հետո փաստաբանական խումբը ներկայացրել էր միջնորդություն բողոքը հետ վերցնելու վերաբերյալ։ Դատախազությունն ըստ հաղորդագրության հեղինակների իր բողոքն է բերել վերաքննիչ, թեև քննիչի միջնորդությունը բավարարվել էր ամբողջությամբ։ Արմեն Դանիելյանն էլ վարույթ է ընդունել ինչպես իրենց, այնպես էլ դատախազության բողոքը։ Կարապետյանի ապօրինի կալանավորման, դրա բողոքարկման խայտառակ ընթացքի պետական մարմինների վարքագիծը ցանկացած անաչառ դիտորդի մոտ աներկբա են դարձնում քաղաքական հետապնդման առկայությունը, նշել են փաստաբանները։ Վաղ առավոտյան ժամը 4:35-ի սահմանում ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծարավաղբյուր փողոցի թիվ 55 կոտորակ 5 շենքի փակ ավտոկայանատեղիում ծուխ է նկատվում։ Անմիջապես հրշեջ փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ է ժամանել, տարհանվել է մոտ 350 բնակիչ։ Ժամանել են նաև Գազպրոմ Արմենիա, Տրանսգազ եւ Երևանի գազաֆիկացման ու գազամատակարարման միավորման աշխատակիցները։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտոկայանատեղիում, ինչի հետևանքով ամբողջությամբ այրվել է 6 ավտոմեքենա։ Տեղում նաև աշխատել են հոգեբաններ ու բժիշկներ, դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Ըստ նախնական տեղեկությունների էլ հրդեհը կապ չունի գազի արտահոսքի հետ։ Խոշոր հրդեհ և պայթյուն Բաքվում աղետի էպիկենտրոնը Ջաֆար Ջաբարլիի անվան Ադրբեջան ֆիլմ կինոստուդիան է, պատճառը հրավառության նյութերի պահեստում առաջացած բռնկումը։ Դիտենք իմ գործընկեր Դիանա Կարապետյանի պատրաստած տեսանյութը։ 3 ուշ երեկոյան Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում Յասամալի շրջանում տեղակայված Ադրբեջան ֆիլմ կինոստուդիայի տարածքում հզոր պայթյուն է գրանցվել։ Այն տեղի է ունեցել կինոնկարահանումների համար նախատեսված հրավառության պահեստում, որին անմիջապես հաջորդել է հրդեհ։ Արդյունքում մոխրակապույտի է վերածվել շուրջ 200 քառակուսի մետր մակերեսով միահարկ շինություն։ Զոհերի և վիրավորների մասին չի հաղորդվում։ Այնուամենայնիվ պայթյունն անարձագանք չի մնացել, հատկապես սոցցանցերում, որտեղ շատերն արդեն փորձում են միջադեպը քաղաքական կոնտեքստով բեռնել։ Թեև պաշտոնապես հայտարարվում է, որ դեպքի պատճառները քննվում են, հանրային տիրույթում արդեն սկսել է մեղավորի հստակ նշանակման գործընթաց։ Շարունակելով վերջին շրջանում նկատվող հակաիրանական հռետորաբանությունը, որոշ օգտատերեր շտապել են պնդել, թե Բաքվի պայթյունը իբր Իրանի ուղերձն էր Ադրբեջանի բանակի օրվա կապակցությամբ։ Սա նման է Իրանի կողմից իրականացված սադրանքի, կամ դրոնով են հարվածել, կամ ներսից է պայթեցվել, մեզ ուղերձ էր, բանակի օրվա առթիվ, նշված է միջադեպին նվիրված սոցցանցային մի գրառման մեջ։ Այս դիտարկումները ուղիղ կապում են պայթյունի օրը հունիսի 26-ը Ադրբեջանի զինված ուժերի բանակի օրվա հետ, փորձելով դրան վերագրել քաղաքական ենթատեքստ։ Թեև պետք է սպասել պաշտոնական քննության արդյունքներին, սակայն արդեն իսկ տեսանելի է փորձը միջադեպը վերածելու հակաիրանական քարոզչական գործիքի։ Հիշեցնենք, որ նախորդ օրերին շրջանառվում էր Չամշի Հայտի հայտարարությունը, որը կրկին Իրանի հասցեին մեղադրանքներ էր պարունակում Ադրբեջանի ուղղության հնարավոր սադրանքի մասին։ Դիանա Կարապետյան, Աննա Հարությունյան, Reopen Media։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին հյուրընկալելով նրա չինացի գործընկեր Վան Յին հայտարարել է, որ Չինաստանն ու Հայաստանը հին քաղաքակրթություններ են հարուստ պատմությամբ և խոր մշակութային հիմքերով։ Մեջբերեմ մեր կապերը սկիզբ են առել հնագույն ժամանակներից, իսկ հին մետաքսի ճանապարհը վկայում է մեր ժողովուրդների բարեկամության և փոխգործակցության մասին։ Անկախ միջազգային և տարածաշրջանային իրավիճակի փոփոխություններից մենք միշտ պահպանել ենք փոխադարձ հարգանքը, վստահությունը և փոխշահավետ գործակցությունը, ինչի շնորհիվ մեր հարաբերությունները կայուն զարգանում են, ասել է Վան Յին, հավելելով, որ գործակցությունը հատկապես դրական արդյունքներ տվեց, երբ երկու երկրները դարձան գործընկերներ մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնության շրջանակում։ Վան Յին ասել է, որ Չինաստանը պատրաստ է ամրապնդել բարեկամությունը։ Միրզոյանն ի պատասխան շեշտել է, որ Երևանը ցանկանում է խորացնել քաղաքական երկխոսությունը, որի արդյունքը պետք է լինի ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելը։ Պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևի հետ։ Դիվանագետները քննարկել են Հայաստանի և Շանհայի համագործակցության կազմակերպության միջև փոխգործակցության հարցեր, երկուստեք գոհունակություն հայտնելով արդեն արձանագրված արդյունքների կապակցությամբ։ Ընդգծվել է ներկայիս պայմաններում տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման և տնտեսական կապերի ամրապնդման կարևորությունը։ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի կառավարության մշակած խաղաղության խաչմերուկ նախագծին։ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին այսօր մեկնաբանելով այն հրապարակումները, որ Իրանի դեմ ագրեսիայի ժամանակ օգտագործվել է նաև Ադրբեջանի տարածքը, հայտարարել է մեջբերում եմ։ Մենք տեղեկություններ ենք ստացել, որ անօդաչու թռչող սարքերի փոքր քանակություն Իրանի տարածք է թռել հարևան երկրների տարածքից։ Այդ պատճառով մեր նախագահը խնդրել է Ալիևին լուրջ հետաքննություն անցկացնել այս հարցի վերաբերյալ։ Մենք կսպասենք այս հետաքննության արդյունքներին։ Մեջբերման ավարտը։ Դեսպանը հավելել է, որ տվյալները տրամադրել է իրանական հետախուզությունը։ Միջազգային լրահոսին հետևում է իմ գործընկեր Դավիթ Կենջոյանը։ Ակցիաներից հետո Ուկրաինան եւ Ռուսաստանը գերիներ են փոխանակել բոլորը բոլորի դիմաց սկզբունքով։ Սա փոխանակման 7-րդ փուլն է։ Տուն են վերադարձել 25 տարեկանից փոքր, ծանր վիրավոր եւ առողջական լուրջ խնդիրներ ունեցող զինծառայողներ։ Հայտնի է, որ վերադարձածների թվում են նաեւ 3 տարի առաջ Մարիուպոլի պաշարման ժամանակ գերեվարվածներ։ Ամենաերիտասարդը 24 տարեկան է, ամենատարեցը 62։ Ստամբուլի բանակցությունների ընթացքում կողմերը նաեւ պայմանավորվել էին փոխանցել յուրաքանչյուր կողմից 6000 զոհվածի մարմին։
Ռուս-ուկրաինական ճակատում ռազմական գործողությունները այս պահին կենտրոնացած են Սումի եւ Դոնեցկի մարզերում։ Ուկրաինական ուժերը հայտարարել են, որ կարողացել են կասեցնել ռուսական զորքերի առաջխաղացումը, մինչդեռ ռուսական կողմը պնդում է, որ խոցել է 39 ուկրաինական անօդաչու թռչող զարկ։ Ուկրաինայի պաշտպանության նախարարը ասել է, որ Ռուսաստանի կողմից մարտերին ներգրաված է 11,000-ից ավել զինծառայող Հյուսիսային Կորեայից։ Հյուսիսային Կորեայի հնարավոր մասնակցությունը պատերազմին կարող է ել ավելի սրել իրավիճակը, գրում է Reuters-ը։ Եվրամիությունը եւս 6 ամսով երկարաձգել է պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, իսկ Մեծ Բրիտանիան խոստացել է ֆինանսավորել Ուկրաինայում հոբ ուժերի եւ հեռար հարվածային զենքերի արտադրությունը։ Ուկրաինայում պատերազմը, մերձավոր արևելքի իրավիճակը եւ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները դարձել են Եվրամիության գագաթնաժողովի գլխավոր թեմաներ։ Համայնքի առաջնորդները հայտարարել են, որ Գազայի բնակիչները ապրում են իսկական աղետ, զոհվում են խաղաղ բնակիչներ, որոնք նաեւ սովի են մատնված։ Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության զեկույցում նշվում է, որ Իսրայելը խախտում է մարդու իրավունքները Պաղեստինյան անկլավում, սակայն Բրյուսելը հրաժարվում է կասեցնել Եվրամիության եւ Իսրայելի միջև ասոցիացիայի համաձայնագիրը։ Առցանց ռեժիմով գագաթնաժողովին միացած Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան Եվրամիությունից սպասում է հստակ ազդակ համայնքին անդամակցելու ապագայի վերաբերյալ։ Սակայն բանակցությունների մեկնարկը խոչընդոտում է Հունգարիան, քանի որ ինչպես պնդում է նրա վարչապետը Վիկտոր Օրբանը, դա հակասում է երկրի շահերին։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ն եւ Իսրայելը ճնշում են գործադրում ստիպելու Իրանին հրաժարվել իր խաղաղ միջուկային ծրագրից։ Արաղչին ասել է, որ Իրանը շարունակելու է դիմադրել եւ կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել այդ գործողությունները։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ Իսրայելի հետ վերջին սրացման հետևանքով 56 զինծառայող է զոհվել։ Ըստ իսրայելական լրատվամիջոցների Թրամփը եւ Նեթանյահուն համաձայնության են եկել Գազայի հատվածում պատերազմը 2 շաբաթվա ընթացքում ավարտելու մասին։ Գազայի կառավարումը Համասից կփոխանցվի 4 արաբական երկրների, այդ թվում Արաբական Միացյալ Էմիրություններին եւ Եգիպտոսին։ Համասի ղեկավարները կվտարվեն, իսկ բոլոր պատանդները կազատվեն։ Իսրայելը կճանաչի պաղեստինցիների պետություն ստեղծելու իրավունքը։ Նոր պետություններ կմիանան Աբրահամյան համաձայնագրին եւ կկարգավորեն հարաբերությունները Իսրայելի հետ, հայտնում է լրատվամիջոցը։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։ Հայաստանի կառավարությունն ազգային ժողովի նախագահին առաջարկել է հուլիսի 1-ին ժամը 11-ին գումարել արտահերթ նստաշրջան։ Վարչապետ Փաշինյանը գործադիրի նիստում ասել էր, որ այդ նիստում քննարկվելու է ՀԵՑ-ի կառավարման արդյունավետության եւ դրա պետականացման հարցը։ Փաշինյանն անդրադարձել է էլեկտրաէներգիայի մատակարարման որակին, հոսանքի հաճախակի անջատումներին։ Մեջբերեմ, սա կարող է լինել երկու պատճառով՝ սաբոտաժ կամ համակարգի տեխնիկական խնդիր։ Երկու դեպքում էլ նրանք բոլոր գծերն անցել են եւ այն, ինչ ասել եմ, առաջիկայում պետք է դրա իրագործման փուլին։ Պետությունը պետք է շատ արագ վերցնի ՀԵՑ-ի կառավարումը եւ հետագա գործընթացը պետականացման ու ընկերության կառավարման արդյունավետության ուղղությամբ պետք է արագ իրականացնենք։ Մեջբերման ավարտը։ Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի եւ վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև Նաիրիդ գործարանի բնապահպանական վերականգնման եւ ռեգեներացիայի ծրագրի նախապատրաստման համար դրամաշնորհի նամակ համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը քննարկումներ է իրականացրել բանկի հետ, մասնավորապես գործարանում արկա սարք-սարքավորումների եւ քիմիական թափոնների վնասազերծման աշխատանքների իրականացման ուղղությամբ։ Համաձայնագրով նախատեսվում է գործարանի տարածքի շրջակա միջավայրի բարելավման նպատակով առաջարկվող ներդրումային գործառնությանն ուղղված դրամաշնորհի տրամադրում $1.5 միլիոն ծավալով։ Եթե նկատել եք, մեր երկրում բոլորն անկաշկանդ խոսում են, ինչ ուզում են, ինչպես ուզում են, անհասկանալի է, որտեղ է ավարտվում խոսքի ազատությունը եւ սկսվում վիրավորանքը, հանցակազմ պարունակող կոչը, անմեղության կանխավարկածի խախտումը, զրպարտությունը եւ այլն։ Այնպիսի տպավորություն է, որ ոչ ոք իր ասածի համար այլևս պատասխան չի տալիս։ Այստեղից էլ այն աղմուկը, որում ապրում ենք։ Զուսպ լինելը կարծես դարձել է մարգինալ լինելու նշան, ողջամտությունը անխոհեմություն։ Ի վերջո, խոսքի ազատությունն ինչպես տարբերել խոսքի սանձարձակությունից, փորձել է պարզել իմ գործընկեր Մոնիկա Հայրոյանը։ Որտեղ է ավարտվում ազատ խոսքի իրավունքն ու սկսում քրեական օրենսգիրքը։ Արդյոք կարելի է ամեն մի վիրավորանք կամ մեղադրանք փաթեթավորել որպես քաղաքական հայտարարություն։ Քաղտեխնոլոգն ասում է, մեր օրերում քաղաքական գործիչները խոսում են հաճախ առանց պատասխանատվության բաժինը գիտակցելու, երբեմն առանց փաստերի։ Իսկ հանրությունը սկսում է հավատալ ոչ թե ճշմարտությանը, այլ ամենաչնչին, բայց բարձր ասված խոսքին։ Խոսքը ինքը բավականին կարևոր նշանակություն ունի քաղաքականության մեջ, ոչ միայն խոսքը ինչպես հասցնել, նաև ինչ ասել, եւ ըստ այդմ դու պետք է հասկանաս, երբ որ դու խոսում ես ինչ որ մի կոնտեքստ նյութական, ասենք հասցնում ես քո ասածը, հասցնում ես քո լսարանին, նպատակը որն է, այսինքն դրդում ես դրանց ինչ գործողություն անել, որն է քո լսարանը,
Արման Բադալյանի կարծիքով խոսքի պատասխանատվության հարցում կարևոր նշանակություն ունի երկիրը ժողովրդավարական է, թե ոչ։ Դեմոկրատական համակարգերում խոսքի ազատություն ուղեկցվում է վերահսկողությամբ եւ պատասխանատվությամբ։ Հիմնականում գարս է մի քանի պարամետրեր, ժողովրդավարականից թե չէ, եթե դուք լսում եք երկրի ղեկավարի կողմից բացարձակ անպատասխանատու վիրավորանք կայացնող արտահայտություններ կամ իր շրջապատի կողմից եւ ոչ մի արձագանք պետական կառույցներ, ասենք դատական համակարգից, ուրեմն իմացեք, դա չափանիշ է, տվյալ երկիրը ժողովրդավարական չէ։ Քաղաքական կուլտուրան բավականին ցածր մակարդակի վրա է գտնվում։ Բադալյանը նաև նշում է, որ եթե հասարակությունը քաղաքական ու հանրային գործիչների ոչ պատասխանատու հայտարարություններին չի հակադարձում, դա ցույց է տալիս հասարակության քաղաքացիական գիտակցության աստիճանը։ Հասարակություն շատ բան է կախած, որտեղ եւ դատավորը, եւ լրատվական դաշտը, եւ անկախ ուրեմն այս փորձագիտական մասնագետները, որոնք պետք է գնահատեն դա վիրավորանք է, դա վիրավորանք չէ, դրանք հասարակության ներկայացուցիչներն են։ Եվրոպական դատարանն ասում է, քաղաքական գործիչների միջև հայտարարությունների դեպքում հանդուրժողականության շեմն ավելի բարձր պիտի լինի, քանի որ սեղանին դրված է հանրային շահը, ոչ թե անձնական վիրավորանքը։ Երբ դա վերածվում է զուտ անձնական պիտակումների, անձնական կյանք ներխուժումների, անձնական կյանքի կոնկրետ տվյալների մասին հրապարակում կատարելու, ել չեմ ասում իշխանական լծակները դրա համար օգտագործելու, շատ պարզ օրինակ, երբ երկրի վարչապետը սկսում է խոսալ օրինակ հոգևոր ղեկավարների անձնական կյանքի մասին եւ մի պա ընդունենք, որ ինչ որ ասում է, գոնե իրականությանը մոտ է, ակնհայտ է, որ նա օգտագործում է պետական լծակները այդ տվյալները ձեռք բերելու համար, այսինքն այն օպերատիվ աշխատակիցների աշխատանքը, որոնք պետք է հանցագործություններ բացահայտեն, զսպեն ապօրինությունները, ըստ էության վարչապետի համար դեղին մամուլի էջը լցնելու ֆունկցիա են կատարում։ Իրավաբանի խոսքով երկու ինստիտուտ կա, որոնք ենթադրում են իրավական պաշտպանության մեխանիզմ, զրպարտություն եւ վիրավորանք։ Եվ այս դեպքում եւս կա արդարացում, եթե այն արվել է հանրային շահից ելնելով։ Նախ մենք հասկանում ենք դրա մենք անձի ուղղված մեզ խոսքը դասակարգում ենք վիրավորանքի դե զրպարտության դաշտում։ Այդ դատական պաշտպանությունը իմ նշած թե օրենքների, թե միջազգային փաստաթղթերի հիման վրա ունեն նաև պատասխանատվությունը բացառող հանգամանքներ, որոնցից մեկը հենց իմ ասած հանրային շահի քննարկումն է։ Իրավաբանը բացատրում է, այնպես չէ, որ իրականությանը չհամապատասխանող յուրաքանչյուր հայտարարության համար կարելի է դիմել դատարան։ Այդ արտահայտությունը պետք է ունենա բացասական ընկալում կամ բացասական հետևանք անհատի համբավի եւ հեղինակության համար։ Եթե գործը հասնում է դատարան, անձը կամ պետք է ապացուցի իր հայտարարությունների իրական լինելը կամ հերքի դրանք։ Մեր օրենսգրքով մինչև 6 միլիոն դրամի փոխհատուցում կարող է պահանջել քաղաքացին զրպարտության համար։ Գումարի վերջնական չափը որոշում է դատարանը։ Մոնիկա Հայրոյան, Գևորգ Սյանոսյան, Լևոն Ոսկանյան, Reopen Media։ Կարմիր խաչի գրասենյակը սեպտեմբերից Ադրբեջանում այլևս չի գործելու, բայց այդ դեպքում ինչպես են հարազատները կապվելու հայ գերիների հետ։ Քանի դեռ մենք այստեղ ներքաղաքական բուռն զարգացումների մեջ ենք, այդ մարդիկ դեռ այնտեղ են, պատմում է Մերի Դանիելյանը։ Ադրբեջանը 2 ամսից կդադարեցնի հայ ռազմագերիների ու կալանավորների հետ անմիջականորեն հասանելիություն ունեցող միակ կառույցի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունն իր տարածքում։ Տեսակցություններն արգելված են։ Կոմիտեի ներկայացուցիչների հունիսյան այցից հետո Բաքվում ապօրինաբար պահվող պատանդները եւս տեղեկացրել են իրենց հարազատներին, որ այդ այցը վերջինն էր։ Գրասենյակի փակման հետևանքով հայ ռազմագերիների ճակատագիրը վերջնականապես կթողնվի ադրբեջանական իշխանությունների քմահաճույքին, մարդասիրական առաքելությունը կմնա չիրականացված։ Մենք կունենանք փաստորեն ավելի ծանր իրավիճակ, երբ որ զրկված կլինեն եւ հարազատները, որովհետև հենց միջազգային Կարմիր խաչի միջոցով է այդ հեռախոսային կապը լինում եւ նամակագրությունը։ Հայաստանի առաջին մարդու իրավունքների պաշտպանը վստահեցնում է, թե Ադրբեջանը այս գրասենյակի առկայությունը կապում էր Արցախյան հիմնախնդրի հետ եւ հիմա համարելով, որ այս հարցը հանված է օրակարգից, որոշել է դադարեցնել գործունեությունը։ Լարիսա Ալավերդյանի խոսքով խնդրի լուծման տարբերակ է միջազգային կառույցներին դիմելը։ Անհրաժեշտ է ուղղակի դիմել, ես կարծում եմ դա պետք է անի Հայաստանի
կառավարությունը, բայց եթե կառավարությունը չանի, դա պետք է անեն այլ սուբյեկտները, պետք է դիմեն Եվրոպայի միության եւ Եվրոպայի խորհրդի համապատասխան ինստիտուտներին, որովհետև եւ երկուսն էլ ունեն այնպիսի հաստատություններ, որոնք զբաղվում են մարդու իրավունքներով լայն համատեքստում։ Իսկ ինչպես պետք է այսուհետև պահպանվի կապը հայ պատանդների հետ։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի խոսքով փոխարինող միջոցներ միջազգային իրավունքում գոյություն ունեն։ Հայաստանի պարագայում դա իրավունքի պատվիրակման սկզբունքն է, այսինքն այցելուների կազմակերպում միջնորդ երկրի միջոցով։ Այն պետությունը, ում քաղաքացիները գտնվում են անազատության մեջ, չունի դիվանագիտական հյուպատոսական հարաբերություններ համապատասխան երկրի հետ, կարող է դիմել որևէ չեզոք երկրի, որը հավատարմագրված է, եւ խնդրել իր անունից իրացնել այդ իրավունքը։ Նշեմ, որ եթե Ադրբեջանը խոչընդոտներ առաջացնի այս իրավունքի իրացման առնչությամբ, սա դիտարկվում է կարևորագույն խախտում։ Սա կարող է խախտել ինչպես Հայաստանի Հանրապետության սուվերեն իրավունքները, այնպես էլ հայ պատանդների միջազգային կոնվենցիաներով նախատեսված իրավունքները։ Մի շարք հասարակական կազմակերպություններ այս հարցով դիմել են արտգործնախարարություն։ Կառույցը պատասխանել է, թե հարցը գտնվում է քննարկումների փուլում։ Կարմիր խաչի Հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին մեծ զրույցում եւս նշեց, որ այս առումով դեռ տեղեկություն չկա։ Այս ֆактերին դեռ մենք չենք կարող որևէ բան ասել, որտեղ մենք երկխոսության մեջ ենք իշխանությունների հետ, բայց որևէ հստակություն մեզ չենք կարող հիմա տրամադրել։ Իրավապաշտպանը վստահեցնում է, որ Ադրբեջանը միջազգային մակարդակով գտնվում է որոշակի հաշվետվողականության ներքո։ Տվյալներ է ներկայացնում գերիների վերաբերյալ, բայց սա փոխարինող միջոց լինել չի կարող։ Տեղեկատվությունը տրամադրում է Ադրբեջանի իշխանությունը, ինչը կարող է կեղծված, փոփոխված լինել, իսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պարագայում մենք ունենք անկախ անձինք, որոնք սեփական աչքերով դիտարկում են եւ իրենց անկողմնակալ օբյեկտիվ դիտարկումներն են ունենում խնդրի վերաբերյալ։ Հաստատված տվյալներով Ադրբեջանում առնվազն 23 հայ պատանդ կա, նրանցից 7-ն արդեն անցել է ձևական ու շինծու դատավարությունները եւ դատապարտվել։ Մերի Դանիելյան, Վարդան Պողոսյան, Reopen Media։ Եվ վերջում մի բարի լուրով ամփոփենք թողարկումը։ Միջազգային օլիմպիական կոմիտեն Եվրոպայի կրկնակի եւ աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանին նվիրված տեսանյութ է հրապարակել, դիտենք այն։ Այսքանը մեր հաջորդ թողարկումը ժամը 18:00-ին է, իսկ ես Անի Զաքարյանն եմ, նաև պիտի հիշեցնեմ, որ մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Այսքանը կհանդիպենք։